Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի նախագիծը կենդանասերների դժգոհությունն է առաջացրել։ 2025-ին ազգային ժողովում առաջին ընթերցում անցած նախագծի հետ կենդանասերները հաշտ չեն։ Ըստ նրանց որոշ հարցեր նախագծում խնդրահարույց կերպով են ներկայացված։ Ինձ համար դժգոհության այդ ալիքի բովանդակության եւ այս իրավական կարգավորման միջև շատ քիչ ընդհանուր բան կա։ Իսկ ինչ է առաջարկվում նախագծով։ Հիմնական քննադատությունները վերաբերում են այն կետին, ըստ որի կյանքն ընդհատելու նպատակով կենդանիների քննեցման պահանջները կանոնակարգվելու են անասնաբուժության մասին օրենքի հոդվածով։ Քննեցումը թույլատրվում է անբուժելի հիվանդ կենդանիներին, որոնք հիվանդության պատճառով ցավի եւ տանջանքի մեջ են, վարակիչ հիվանդության վերացման համար, որը սպառնում է մարդկանց կամ կենդանիների առողջությանը։ Անասնաբուժության մասին օրենքը 2014-ից փոփոխության չի ենթարկվել։ Կենդանասերները պնդում են օրենքի նախագծի ամենավտանգավոր բացերից է այն, որ բացակայում է կենդանիների թվի կարգավորման միջազգային չափանիշներին համապատասխանող եւ միակ մարդասիրական մեթոդի՝ ստերջացման պարտադիր ամրագրումը։ Չկա արգելք առողջ կենդանուն քննեցնելու մասին։ Պահանջում ենք, որ օրենքի նախագիծը վերադառնա քննարկման սեղան։ Նախագծի համահեղինակը հակադարձում է, չի նախատեսվում կենդանիների քննեցում որպես քանակի կարգավորման տարբերակ։ Կենդանիների սպանդ թաքնված ինչ-որ կարգավորումների տեսքով։ Այն դժգոհությունը, որ սա սպանդի կամ համատարած քննեցման մասին օրենք է, տրամագծորեն հակառակ կարծիք է նրանից, թե ինչ ենք նախատեսում մենք այս օրենսդրության ընդունմամբ, մեր օրենքով ճիշտ հակառակը երաշխավորել ենք կենդանու կյանքի իրավունքը քաղաքացիական օրենսգրքում հստակ ամրագրելով, որ կենդանու նկատմամբ բացի գույքային իրավունքներից կիրառվելու են նաև այս օրենքով ուրեմն նախատեսված սկզբունքներն ու իրավունքները, ինչը հստակորեն ամրագրում է կենդանու կյանքի իրավունքը, որովհետև արգելված գործողությունների մասին հոդվածում հստակ նշել են, որ ցանկացած ուրեմն դաժան վերաբերմունք այն է կենդանու կյանքի ընդհատումը ուրեմն սահմանված բացառություններով հանդիսանում է ուրեմն դաժան վերաբերմունք եւ ենթակա է պատժաչափի։ Արգելվում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը այն է ցանկացած գործողություն, որը հանգեցնում է կենդանու մահվան։ Բացառությամբ մարդու կյանքին սպառնացող վտանգի պարագայում ինքնապաշտպանության դեպքերի, խեղդելու, կախելու, մասնատման, ուժեղ հարվածի, կրակելու, դիտավորության վրաերթի միջոցով։ Օրենքը ենթադրությունների տեղ չի տալիս, բացառությամբ այն տեխնիկական կանոնակարգերի չափանիշների, որոնք դեռևս պետք է մշակվեն։ Նման կարգավորում մենք օրենքում չունենք, կենդանիների ուրեմն կացարաններում նախ ստերջացվելու են եւ բաց են թողնվելու որոշակի քանակի կենդանիներ հետ համայնք, որոշակի քանակի կենդանիներ պահվելու են ցմահ, մինչև որ կորդեգրվեն, եւ որոշակի քանակի կենդանիներ քննեցվելու են անասնաբուժության մասին օրենքի քննեցման համար համապատասխան հոդվածի թույլատրելի հիմքերով։ Գալստյանը շեշտում է նախագծի մանրամասները քննարկելու նպատակով տարբեր հանդիպումներ ունեցել են կենդանասերների հետ, լսել կարծիքները։ Սակայն նրանք տարբեր միջոցներով դեմ են արտահայտվում օրենքի նախագծին, դեկտեմբերի 13-ին բողոքի ակցիա են իրականացրել, նաև ստորագրահավաք սկսել։ Այս պահին 2856 մարդ է մասնակցել դրան։ Մասնագիտական կարծիքի բացարձակ անտեսումը եւ հրապարակային փաստարկված երկխոսությունից հրաժարվելը ստեղծում են նախադրյալներ օրենքի կամայական, սանիտարական տեսանկյունից վտանգավոր եւ ռեպրեսիվ կիրառման համար։ Նման մոտեցումը դատապարտված է ձախողման եւ հանգեցնելու է կոռուպցիոն ռիսկերին, կեղծ հաշվետվություններին, բռնության եւ դաժան վերաբերմունքի աճին։ Ուստի մենք պահանջում ենք անհապաղ դադարեցնել օրինագծերի ներկայիս ուղղությամբ առաջխաղացումը եւ նախաձեռնել դրանց իրական, խորքային եւ մասնագիտական վերանայում։ Ոլորտի փորձագետների, հասարակական կազմակերպությունների, անասնաբույժների, բնապահպանների եւ քաղաքացիների պարտադիր մասնակցությամբ։ Մասնակիցները կարծես մանրամասն չէին ծանոթացել։ Իդեպ հիմա արդեն լրամշակված տարբերակը կայքում տեղադրված է ազգային ժողովի, բավականին մեծ փոփոխությունների ենթարկվել նախնական տարբերակի համեմատ առաջարկում եմ փոփոխություններին եւս ծանոթանալ։ Իսկ իրավական ակտը, այս օրենքների փաթեթը առաջին ընթերցումն ընդունվել է։ Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին եւ հարակից օրենքների նախագծերի երկրորդ ընթերցումը նախատեսված է հունվարի 20-ից հետո։ Մինչ այդ ըստ Գալստյանի փորձելու են օրենքով սահմանված ժամկետներում նորից արձագանքել կենդանասերների մտահոգություններին։ Մերի Խաչատրյան, Արամ Հարությունյան, լուրեր։